մարդը մեծանալով իր հետ իր երիտասարդ կյանքից որոշ հիվանդություններ բերում է դեպի ծեր տարիք։ Նկատում եմ, որ հենց հատկապես ստացինները լավ չեն ընդունում։ Մենք ունենք բազմաթիվ միֆեր ստացինների հետ կապված։ Կարծիքներ կան, որ տարիքը ինքնին հիվանդություն է, որը կարելի է կանխարգելել։ Դարեր ի վերջ հույները, հռոմեացիները իրար հետ վիճել են, թե տարիքը ինքը հիվանդություն է, թե բնականon ծերացման process է։ Հանդիպում են բուժառուներ տարիքով, որոնց մոտ կարծես թե ոչ մի էական սոմատիկ խնդիր չունեն, բայց մարդը հոգնում է։ Ես գտնում եմ, որ չկա այդ կախարդական հաբը, որը կարող է լինի հակածերացման։ Սիրելի բարեկամներ, մեր հաղորդման գլխավոր գործընկերն է Կարդիոլաբ բժշկական կենտրոնը։ Կարդիոլաբը մասնագիտացված սիրտանոթային խնամքի բժշկական կենտրոնն է, որտեղ դուք մաքսիմալ արագ, որակով եւ բարձր պրոֆեսիոնալիզմով կստանաք ձեզ անհրաժեշտ բժշկական ախտորոշման եւ բուժման վերաբերյալ խորհրդատվությունը։ Կարդիոլաբում մեր արժեքներն են որակը, բուժառուակենտրոն մոտեցումը, պրոֆեսիոնալիզմը եւ թիմային աշխատանքը։ Սիրով կսպասենք ձեզ։ Բարեկամներ, մեզ համար շատ կարևոր են ձեր դիտումները եւ տարածումները, որպեսզի մեր ալիքը կարողանա առաջընթաց ունենալ։ Եվ այդ պատճառով, եթե հավանում եք այն, ինչ անում ենք, խնդրում եմ մաքսիմալ տարածել, կիսվել ձեր ընկերների հետ, միգուցե ինչ-որ միտեղ ինչ-որ մեկին այսօրվա մեր տեսանյութը պետք է։ Շնորհակալություն աջակցության համար։ Ողջույն, բարի երեկո բարեկամներ, ձեզ հետ կրկին եթերում Կարդիոլաբն է եւ ես Սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը։ Հիշեցնեմ, որ մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի լինենք ավելի առողջ, ավելի գիտակից, ավելի երջանիկ եւ սեփական առողջության վերաբերյալ որոշումները բուժ աշխատողների հետ կիսող քաղաքացիներ։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Եթե հավանում եք այն, ինչ անում ենք, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի մեր տեսանյութերը ավելի տեսանելի դառնան եւ ավելի մեծ ազդեցություն ունենան մեր երկրում։ Այսօրվա մեր հյուրը շատ հետաքրքիր անձնավորություն է։ Հայաստանի բնակչությունը, ինչպես պարզվում է, գնալով ծերանում է եւ որոշակի կանխատեսումներ կան, որոնց համաձայն Հայաստանում միջին ապրելիությունը 2050 թվականին հասնելու է մինչև 80 տարեկան։ Եվ բնականաբար այդ տարիքը պահանջում է իր բուժման առանձնահատկությունները եւ յուրահատուկ մոտեցումները։ Եվ հենց այս նպատակով է, որ այսօր մեր ստուդիայում իմ հյուրն է թերապևտ, գերիատր, ներքին հիվանդությունների հայկական ասոցիացիայի նախագահ, Առողջապահության ազգային ինստիտուտի ամբիոնի դասախոս Լամարա Մանուկյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Տաթև ջան, շատ հաճելի էր ձեր հյուրը լինել այսօր։ Ես եմ շատ ուրախ եւ շատ շնորհակալ, որ կարողացել եք այսօր մեզ հետ լինել։ Ինչ է գերիատրիան եւ ինչի մասին է այն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ուրեմն տարեցների առողջության եւ ընդհանրապես տարեցների ապրելակերպի եւ բոլոր խնդիրների հետ կապված գիտությունը կոչվում է գերանտոլոգիա։ Այսինքն այն գերոս, դա հունական բառից ծերուկ։ Այ դրա համար հայրենում էլ ես պետք է լինի գերիատրիա, ոչ թե հերիատրիա, ինչպես որ շատ հաճախ ասում են, որտեվ հունական ջերոս բառն է։ Եվ գերիատրիան դա միջուղ է գերանտոլոգիայի, որը արդեն վերաբերվում է տարեց օրգանիզմի բժշկությանը եւ անհատական առանձնահատկություններին, հա, տարբեր հիվանդությունների առանձնահատկություններին։ Ուզում եմ ասել, որ մենք պետք է իմանանք, որ տարեցը մարդը մեծանալով իր հետ իր երիտասարդ կյանքից որոշ հիվանդություններ բերում է դեպի ծեր տարիք։ Եվ կան հիվանդություններ, որոնք հենց ձևավորվում են տարիքով պայմանավորված։ Եվ երրորդ խումբ հիվանդությունները դրանք այնա, որ նա բերում է դեպի մեծահասակ տարիք եւ այդ ժամանակ հիվանդություն ունենում է իր ձևափոխումները, առանձնահատկությունները։ Այս նուրբ գրադացիան մենք պետքա շատ ճիշտ կարողանանք, այսինքն բժիշկները պետք է իմանան, որ ավելի արեստավարժ կարողանալ բուժել եւ վարել մեծահասակներին։ Խմբերն էլ ասեմ տարեցների երևի, որ մենք իմանանք 60-ից 74 տարեկան համարում ենք տարեց, 75-ից մինչև 90 տարեկան դա ծեր եւ 90-ից բարձր երկարակյաց։ Ասեմ, որ Հայաստանում բավականին շատ երկարակյացներ կան։ Վերջիս երկարակյացը 114 տարեկան էր։
Այո, դրանից առաջ Ֆարանտ Կարապետյանը 118 տարեկան էր եւ ես միշտ հիշում եմ իր ինտերվյուն վերջին նա մահացավ 2017 թվականին 118 տարեկան հասակում իր վերջի ինտերվյուում ասեցին որն է գրավականը երկարակեցության ինքը հաշվեց իր ընտանիքի անդամներին որոնք թվով 30-ն էին եւ ասեց իմ երկարակեցության գրավականը հենց այս մեծ հայկական ընտանիքն է որոնք ամեն մեկը անհատական հոգ են տանում իմ մասին բայց ես ոնց կարող էի երկար չապրել։ Իրականում այդ սոցիալական կապվածության ֆենոմենը կարծում շատ մեծ ազդեցություն ունի։ Եվ ասեմ, որ դրսում Տաթև ջան, սա ուզում են Հայաստանի այդ մենտալիտետը այս մեր վերաբերմունքը մեր ծնողներին, մեծ ընտանիքներով ապրելու այդ դեռ հնարավորությունը, որ մենք ունենք, չէ՞ որ դրսում համարյա նման բան չկա։ Ուզում են ուսումնասիրեն եւ դա ունի իր կարևոր կողմը, որ մարդիկ ավելի երկար են ապրում, այդ հոգ տանելը, այդ մեծ ընտանիքներով ապրելը, ծնողների հետ ինչ որ ունենալ զբաղվածություն, ոչ թե միայն խնամքի կենտրոններում կամ ցերեկային ինչ որ դպրոցներում, ցերեկային մանկապարտեզներում, ծերապարտեզներում են զբաղվածություն, այլ նաև տարեցը ուզում է իր հարազատի հետ էլ ունենալ այդ կապը։ Դրա համար մեր մոտ օրինակ մեր երկրում դա ավելի պահպանված է, քան այլ երկրներում եւ միշտ ինձ այդ դրսում հարց են տալիս գերիատրիկ տարբեր միությունները, թե համարում եք դա երկարակեցության միջափանիշ, ասում եմ այո, համարում եմ, որովհետեւ ես էլ եմ կարծում, որ այդտեղ իր դերը կա։ Իսկ ընդհանուր առմամբ ինչպես է համեմատվում Հայաստանի երկարակեցության ցուցանիշներով աշխարհի մնացած երկրների հետ, մենք որ մասում ենք ընկնում։ Տեսեք, ամենա երկարակյաց երկիրը Ճապոնիան է։ Այնտեղ գիտեք մի հատ կարևոր հենց 3 հոդվածը կարդացի, որ մի կարևոր ցուցանիշ կա, որ երկար ապրում են ոչ միայն համեմատաբար առողջ, այսինքն մարդիկ, որոնք խնամքի կարիք չունեն, եւ նաեւ երկար ապրում են խնամքի կարիք ունեցողները, հա։ Մենք ասում ենք լիժաչի, պարկած հիվանդներ, որոնք անընդհատ խնամքի, մշտական խնամքի, երկարատև խնամքի կարիք ունեն։ Այսինքն եւ այն խումբն է երկար ապրում, եւ այս խումբն է երկար ապրում, անգամ համեմատություններ արվել երկրորդ երկրի հետ Շվեյցարիայի եւ տեսել են որ Ճապոնիայում ավելի երկար է, ավելի ճիշտ կազմակերպված է այդ խնամքը եւ ավելի վաղ սկսվում է հակածերացման սկրինինգային ծրագրերը։ Իրանց մոտ 45-ից 55 տարեկան հասակում սկսվում են հակածերացման սկրինինգային ծրագրերը։ Ինչ են անում։ Տեսեք անպայման գնահատվում են բոլոր օնկո ռիսկի գործոնները։ Դրանք առաջինը պետք է գնահատել։ Երկրորդը վաղաժամ կրծքագեղձի ուռուցքները, կոլորեկտալ քաղցկեղը, մենք գիտենք, որ նրանք հատկապես հենց մեծահասակների։ Այդ առաջինը, իրանց մոտ չգիտեմ ինչի, առաջինը օնկոռիսկերն են գնահատվում, հետո սիրտանոթային ռիսկերը։ Դե բնականաբար վերահսկվում է լիպիդային պրոֆիլը, բնականաբար խոլեստերին եւ այնտեղ ի տարբերություն մեր ժողովրդի պարտաճանաչ խմում են, էլի։ Մեր նման չի, որ խոլեստերինի դիսցիպլինան, հա, շատ պահպանված է, այո։ Կնոջը ասված է, որ ինքը տարին մեկ անգամ պետք է գա օրինակ էս ինչ քննության։ Ինքը գնում է եւ ինքը վերահսկում է, հա, լիպիդային պրոֆիլն է վերահսկում են ճարպակալումը, մետաբոլիկ համախտանիշ, այսօր մենք գիտենք 21-րդ դարի պանդեմիան է մետաբոլիկ համախտանիշը, ճարպակալումը եւ բոլոր հիվանդությունների հիմքում դա է անկած։ Իրանք կատարող ազգ են, այդպես բժիշկի ասածը ես չեմ հիշում իմ հիվանդներից թե քանի տոկոսն է մշտական ստատինոթերապիայի վրա։ Հիմնականում իրանք հանում են, հետո նորից սկսում են խմել, հետո նորից գալիս են, ասում են նորից եմ անալիզ։ Գիտեք, մենք այո, դուք ճիշտ ասեցիք, մենք չունենք այդ դիսցիպլինան։ Այդ կամ մենք լավ չենք խոսում հիվանդի հետ, չգիտեմ։ Ես նկատում եմ, որ հենց հատկապես ստատինները լավ չեն ընդունում, այ դա չեմ կարողանում հասկանալ։ Տեսեք, ես կարծում եմ երեք նորից ես միջազգային գիտաժողովին մասնակցում, որտեղ հենց լիպիդո կորեկցող թերապիայի մասին էր խոսքը,
Եվ ես ասեցի, ես կարծում դահլիճն էլ իմ հետ համաձայն էր, որ մենք ունենք բազմաթիվ միֆեր ստատինների հետ կապված, եւ այդ միֆերը այսպես շատ է տարածվում ու օրինակ ազդում է կոգնիտիվ ֆունկցիայի վրա, ազդում է սեռական ֆունկցիայի վրա եւ ազդում է լյարդի վրա։ Այդ ամեն միֆերը տարածվում է եւ մեկը մեկին ասելով ժողովուրդը փորձում են, ասենք, ինչ որ խմել, հետո չխմել, հետո երբ որ տեսնում են օրինակ զարկերակային ճնշումը չի կարգավորվում իրեն դեղերով, սկսում են ստատինը խմել, հետո նորից հանում են։ Երբ որ կարգավորում, ամառը չի բարձրանա, ամառը սնունդը ավելի բանջարեղենային է, հանում են։ Ինչ որ բաներ են անում, բայց դա սխալ է։ Մենք պետքա ունենանք գրագետ բժշկի խորհրդին հետևող մոտեցում։ Այ ես անընդհատ ես իմ բուժառուներին էլ եմ ասում։ Մենք միասին հիմա պայմանավորվում ենք, որ դուք ինձ պետքա օգնեք, իսկ ձեր օգնելը ինձ լսելն է եւ կատարելն է, առանց որևէ քննարկելու, ինչ որ եթե ես ասում եմ սա է ճիշտ, ուրեմն այդպես գնում ենք մինչեւ վերջ կամ փոխում եք ձեր բժշկին, իմ մոտ չեք գալիս։ Այն մի քիչ պետքա, չգիտեմ, երևի բուժառուների հետ այդ հաղորդակցման ձևերը մշակել եւ ավելի ճիշտ ես կարծում եմ, որպեսզի կարողանալ հասնել իսկապես նպատակի, որտեղ եթե մենք չենք հասնում Տաթև ջան թիրախային թվերի, թե զարկերակային գերճնշման, թե ստատինոթերապիայի, թե հակակոագուլյանտ, եթե մենք չենք հասնում մեր թիրախին, նպատակին, էլ ինչի ենք նշանակում այդ բուժումը։ Բուժումը իմաստ չունի։ Համաձայն եմ։ Այ իսկ վերադառնալով տարիքի կոնցեպտին, կարծիքներ կան, որ տարիքը ինքնին հիվանդություն է, որը կարելի է կանխարգելել։ Ինչ կարծիք եք դուք սրա մասին։ Տեսեք, դարեր ի վերջ հույները, հռոմեացիները իրար հետ վիճել են։ Թե տարիքը ինքը հիվանդություն է, թե բնականոն ծերացման process է։ Հույները համարում էին, որ դա տարիքի հետ պարտադիր հիվանդություններ են ի հայտ գալիս, հռոմեացիները հակառակ, որ տարիքը դա բնականոն ծերացման process է եւ մարդը կարող է ծերանալ բնականոն process-ով եւ չունենալ հիվանդություն։ Օրինակ, նույն դեմենցիան մենք չենք համարում պարտադիր հանգամանք տարիքի հետ կապված, այսինքն եթե մենք հասել ենք 80 տարեկան, պարտադիր չի որ հիշողություն կորցնենք, բացարձակ պարտադիր չի։ Ես ունեմ 92 տարեկան բուժառու, 88 տարեկան բուժառու, որ այնքան պայծառ հիշողություն ունեն, որ անգամ ես մեկ-մեկ ասում եմ ինձանից լավ է ձեր հիշողությունը։ Ես ունեմ 87 տարեկան բուժառու, որը թոշակի գնալուց եւ դա մի դեպքը չի, ուղղակի ինքը շատ այսպես ցայտուն դեպք է եւ ես ուզում եմ բոլորին բերեմ այսպիսի դաշտ գերիատրիան այս է կանխատեսում ինքը թոշակի գնալուց առաջ որոշում է որ որպիսի դեմենցիա կամ եւ այլ միայնակ մնալուց ազատվի ինչ անի ինքը որոշում է նոր մասնագիտություն ձեռք բերի եւ սկսում է գործել եւ կարել եւ ասեղնագործել եւ սովորում է պանոներ ասարքում պատից կախելու այդ ինչ աշխատանքներ է եւ հասնում է բանը նրանում, որ արդեն գնում է արտերկրներ մասնակցում ցուցահանդեսին։ Եվ վերջին անգամ 87 տարեկանում ինքը Դուբայում առաջի տեղը շահեց իր ցուցահանդեսում եւ շատ ողջավորված եկավ Հայաստան եւ ասեց, գիտեք, ես ձեր շնորհիվ է, որ դուք այսպես լավ կորեկցում եք իմ հիվանդությունները, անդադ պահելով։ Դե բնականաբար ինքը ինչ որ հիվանդություններ ունի, բայց առողջության գիտակցումը մեր տարեց հասակում դա ուրիշ է, առողջ չի նշանակում, որ բացարձակ հիվանդություն, առողջ նշանակում է, որ այդ մարդը ունի հիվանդություններ, որոնք կոմպենսացված են։ Քրոնիկական, բայց կոմպենսացված են, հա, այսինքն չունի սրացումներ, եթե մենք դեկոմպենսացիաներ չունենանք, ինքը այդպես հանգիստ ապրում է իր քրոնիկ երակային անբավարարությամբ, նույն իր զարկերակային գերճնշումով, բայց եթե 140 նիշը չի անցնում իր զարկերակային ճնշումը, չեղավ, որ այդ մարդը առողջ ապրում է։ Եվ ամենահետաքրքիրը իր վերջի հայտարարությունը ինձ ուղղակի ապշեցրեց, որ ասեց, գիտեք, բժշկուի, երբ որ ինքնաթիռն իջնում էր, երկար ժամանակ ինքնաթիռը օդում վայրեջք չի կատարել, մնացել է 2 ժամ օդում եւ ասում ամբողջ եւ չհայտարարեցին պատճառը, ասում ամբողջ ինքնաթիռի ժողովուրդը խառնվել էր իրար բացի ինձանից։
Ես վստահ եի, որ մենք վայրեջք ենք կատարելու եւ ամեն ինչ նորմալ է լինելու, որովհետեւ ես ուզում եմ ապրել եւ ես պետք է ապրեմ եւ ես այդ ողջավորվածությունը եւ այդ իր այսպես настрой, հա, իր այդ տրամադրվածությունը ինքն տվել էր արդեն այդ ծրագիրը, որ ինքը պետք է ապրի եւ առողջ պետք է ապրի եւ դեռ շարունակելու արարել եւ սա առաջի մրցույթը չէ, որ պետք է շահի, էլի պետք է գնա։ Տեսեք, այս տրամադրվածությունը շատ կարեւոր էր եւ ասում եմ, սկսեցի բոլորին հանգստացնել եւ իրոք մենք մի ժամ հետո ինչ որ մի ժամ օթում պատտվել է, իջել է, բայց ասում են երիտասարդները շատ խառնվել էին իրար, բոլորը դեղորայք օգտագործեցին, բացի ինձանից։ Այ ես ուզում եմ այս տարեցին տեսնեմ եւ ուզում եմ, որ Հայաստանում գերիատրիան զարգանա այսպես։ Մենք պետք է ապրենք, եթե մարդը ապրում է, ես միշտ ասում եմ, պետք է ապրի որակյալ կյանքով։ Եթե նույնիսկ խնամքի կարիք ունեցող մարդը նորից կարող է ունենալ որակյալ կյանք։ Մենակությունը դա կյանքի անորակություն չի, մենակության մեջ էլ կարելի է գտնել որակյալ կյանքի դրվագներ։ Այսինքն դասավորել կյանքը այնպես, որ դու ապրես քեզ հետաքրքիր կյանքով։ Եվ դա անպայման չի, որ ինքը միայնակ ապրում այդ կինը, անպայման չի, որ բոլորը կողքիդ լինեն, քո հարազատներդ, քո ընկերներդ եւ այլ, եթե անգամ կողքիդ չեն, այդ միայնակության զգացումը կարող է չլինել, եթե դու լիարժեք, լիքը կյանքով ես ապրում։ Ինչ որտեղ իմաստի մասին է այս ամեն ինչը ինձ թվում է, այսինքն երբ կյանքում իմաստ կա, նպատակ կա, ճանապարհ կա, որի ուղղությամբ դու գնում ես, ժամանակ միայնությունը երկրորդային դառնում եւ ընդհակառակը մարդիկ սկսում են ձգվել դեպի քեզ, այո։ Եվ տեսեք, գերիատրիայի ամենակարևոր հիվանդաբեր վիճակը դա հենց սոցիալ իզոլյացիան է, երբ որ մարդը հասարակությունից մեկուսանում է, այդտեղից սկսվում է դեպրեսիան, դեպրեսիայից սկսվում է կոգնիտիվ խանգարումները, դեպրեսիան հենց սկսվեց, դեպրեսիվ 1-2 համախտանիշ, դա սկիզբ է կոգնիտիվ իջեցման արդեն, այսինքն ճանաչողական իջեցման, ու այդպես արդեն կոգնիտիվ իջեցումը հակվածությունն է այլ հիվանդությունների արդեն նվազեցնում ու գնաց փակուղին։ Իսկ ինչպես բուժել կամ ինչպես կանխարգելել դեպրեսիան եւ դրան հաջորդող կոգնիտիվ անկում։ Դե հենց դրա համար է ես պատմությունը պատմեցի, որ մարդը պետք է հասկանա, որ թոշակի գնալուց հետո առաջինը պետք է վերանայել թոշակի տարիքը, ես միշտ դա ասում եմ, բոլորը 63 տարեկանում չէ որ պետք է պայծառ ուղեղով գնան ու նստեն տունը, մեծ գիտելիքներով, հարուստ փորձով գնան ու նստեն տունը։ Իսկ դա պարտադիր է այսօր մեր երկրում։ Չէ, մարդիկ կա, որ թոշակից հետո աշխատում են, ես ուզում եմ, որ այդ տարիքը աշխատելու շատ ավելի երկար լինի, որ չգնան նստեն տունը, էլի, այսինքն երբ որ մարդը արդեն ազատվում է գործից, ինքը մտածում է, որ ինքը էլ ոչ մեկին պետք չի, ոչ պետությանը, ոչ մեկին, ընտանիքի անդամներն է զբաղված են, ընտանիքի անդամներին էլ պետք չի, որովհետև միայն երեկոյան են կարողանում իր հետ շփվել։ Այսինքն մենք պահենք մեծահասակներին 65+ մարդկանց պահենք աշխատանքի վայրում եւ գնահատելով իրենց կոգնիտիվ ստատուսը մենք կարող ենք երկար եւ ֆիզիկապես ակտիվությունը մենք կարող ենք իրանց երկար պահել, այսինքն մարդուն պարտադիր չէ ես գիտեմ որ բոլոր ոլորտներից չէ, բայց կան ոլորտներ, որոնք կտրուկ օրինակ ասում են, որ պետք է էլ չաշխատեք։ Կարծեմ, եթե չեմ սխալվում, դա ինչ-որ ղեկավար պոզիցիաներին է վերաբերվում, բայց կարող է սխալվում եմ։ Որովհետև ես գիտեմ, որ օրինակ տարբեր տեղերում կան, որ արդեն հատկապես կրթական, օրինակ համալսարաններում, այսինքն այս տարիքից հետո էլ չի կարող լինել ամբիոնի վարիչ, այս տարիքից հետո էլ չի կարող դասավանդել։ Ես գիտեմ, որ բայց դա մի քիչ ինձ համար ընդունելի չի, որտեղ մարդը կարող է շատ պայծառ ուղեղ ունենալ եւ ափսոսը կենսափորձ եւ այդ բագաժով ինքը գնում է տուն նստի ինչ անի ախր։ Դա ավելի շատ գործիք է դառնում ինչ որ ինստանցիաներում։ Հա, եւ հիմա դրսում օրինակ խրախուսում են մարդկանց նոր բիզնես սկսել, նոր եւ այլ եւ այդ կարծեմ բավականին քիչ են այդ պետական վճարումները եւ այլ, որ իրանք կարողանան թեկուզ իրենց փոքրիկ բիզնեսը սկսել եւ տեսեք մարդիկ նոր մասնագիտություն են սկսում են ասեղնագործել, ձեռագործել, տարբեր ուրիշ ես իմ բուժարուն կրասվորդներ ա գրում
հանձնում, այսինքն ամեն մեկը ինչ որ մի հետաքրքիր իրան բան է գտնում, որպեսզի իր կյանքը հետաքրքիր լինի։ Իսկ բարդ չի այդ մուլտիմորբիդ մի քանի խնդիր ունեցող բուժառուների այդ աշխատանքը, ոնց եք դուք դա տանում, ինչ առանձնահատկություններ ունի։ Տեսեք, ես հենց հիմա պատրաստում եմ, մենք եկել ենք մեր ասոցիացիան, եկել է նոր ձևաչափի, ինտերնիստի, հենց ոչ թե թերապևտ, այդ թերապևտը վերափոխվեց ինքը ինտերնիստն է, այսինքն այն բժիշկը, որը որ կարող է անկաշկանդ վարել մի քանի համակցված հիվանդություններով հիվանդին եւ միայն շատ անհրաժեշտության դեպքում դիմի նեղ մասնագետի։ Ես ուզում եմ այս բժիշկին տեսնել, որտեվ չի կարելի բուժել զարկերակային գերջնշում առանց օրգան պահպանողական թերապիա, առանց մտածելու երիկամի մասին, առանց մտածելու սրտի մասին, չի կարելի։ Չի կարելի շաքարային դիաբետ բուժել եւ այդ ամբողջ պոլիմորբիդ շաքարային դիաբետի բարդությունները, դիաբետիկ երիկամը, պոլինեյրոպաթիաները, միգրոանգիոպաթիաները դրանք հաշվի չառնել։ Ու տենց չի լինի։ Իսկ ամեն անգամ տեսեք, հատկապես խոսքս մեծահասակի մասն է, ամեն անգամ ուղարկելով մեծահասակի նեղ մասնագետի մոտ, ինքը նեղվում է։ Եվ ձեզ ասեմ, ստատիստիկան ցույց է տալի, որ երրորդ նեղ մասնագետից հետո էլ ոչ միտեղ չի գնում։ Ինքը մտածում է բժիշկը չհասկացավ, ուղարկեց մի հատ ուրիշ բժշկի մոտ, հետո ուրիշ, իրան պետքա արդյունք, իրան պետքա որ մեկը հոգ տան իր առողջության մասին սկզբից մինչև վերջ։ Դա բուժառուի ներքին ձևաչափն է այդպես։ Իրանք ուզում են, իրանք կապվում են քեզ հետ եւ ուզում են, որ դու մինչև վերջ իրանցով զբաղվես։ Եվ անգամ եթե օրինակ ինձ պետքա սրտաբանի խորհրդատվություն, ես այնպես եմ կազմակերպում, մենք միասին ենք սրտաբանի մոտ գնում կամ սրտաբանին միացնում եմ դարձնում եմ երյակի խորհրդատվություն, այսինքն երեքով։ Իրան առանձին չեմ ուղարկում, որ ինքը հասկանա, որ իր սրտի վիճակը ինձ էլ է շատ անհանգստացնում, ոչ միայն իրանա դա պետք, այլ ինձ էլ է պետք։ Եվ բացի դրանից, տեսեք, ամենակարևորը մենք գիտենք, որ տարեցները պոլիպրոգմազիան շատ է։ Այսպես ամեն մի բժիշկ 5-6 դեղ է գրում, այդպես որ թերապևտը ուղարկում է, ես անընդհատ, երբ որ ասոցիացիան նոր ստեղծել էի, անընդհատ բարկանում էի, ասում էի թերապևտը դարել է դիսպեչեր ընտանեկան բժիշկը։ Ինքը մենակ հավաքում է տարբեր ուղղորդում է, հետո գրառումները հավաքում է ու մի շարան 37 դեղ, ես երբեք չեմ մոռանա, մեր սրտաբաններից մեկի հետ մի անգամ նայեցինք 37 դեղ գրված էր ու ինքը խելոք արտագրել է այդ 37 դեղը ամեն կես ժամը մեկ այդ բուժառուն դեղ է խմում 12 ժամ բոլոր ու երբևիցե չի դիտարկել միջդեղային հակազդեցությունները, կողմնակի ազդեցությունները, բացասական եւ վերջապես այդքանը կարող է հիշել։ Եվ վերջապես մենք հիմա ունենք կոմբինացված դեղորայք 3-ը մեկում, 2-ը ինչ պարտադիր է, որ ինքը 3 հատ է խմի, եթե կարելի է կոմբինացված։ Այսպես ուղարկում էր ու բուժառուն իհարկե 1-2 օր ոչ սխալ ու ճիշտ խմելուց հետո դադարում էր այդ դեղորայքը խմել։ Ստացվեց, որ թերապևտը ոչ մի բան չարեց ու ես դրա համար եկա նրան, որ ինքը պետքա կարողանա ինքնուրույն վարել եւ եթե շատ անհրաժեշտ է նեղ մասնագիտական խորհրդատվություն, բացարձակ չեմ ուզում նվաստացնել նեղ մասնագետի դերը, իրանք մեզ շատ պետք են, բայց բժիշկը ինքը պետք է անի խորհրդատվությունը, դա բուժառուին պետք չի, դա բուժող բժիշկին է պետք։ Սխալ եմ ասում, դա հենց բուժող բժիշկին է պետք։ Որ պետք է հնարավորինս ինտեգրել, այո, այսինքն իրար հետ պետք է լինի, այսինքն բժիշկը պետք է տեղյակ լինի նեղ մասնագետի կարծիքից, ոչ թե միայն թղթի վրա տեսնի գրված դեղորայքը, այլ լսի, միասին քննարկի, ասի գիտեք, այս հիվանդը նաև այս հիվանդությունն ունի, այսպես քննարկել է պետք, որպեսզի ճիշտ մոտեցում ձևակերպվի։ Մենք կարծես թե մի քիչ չենք սիրում այդ քննարկման մշակույթը։ Միայն թիմային աշխատանք, այո, չենք սիրում, բայց դա շատ կարևոր է։ Մենք պետք է սիրենք մեր գոլեգաներին, մեկս մեկից, միասին թիմային աշխատանք, մեկի սխալը մյուսս պետք է ուղղի,
ոչ թե հակառակը։ Մեր մոտ դա մի քիչ սխալ է դրված, բայց ես միշտ դրան դեմ եմ։ Չի կարող մի բժիշկը ունիվերսալ լինել, դա բացառված է։ Ինչքան էլ գրագետ լինի, ինչքան էլ լավը լինի, կապ չունի, մենք պետքա թիմային աշխատենք։ Ինձ համար դա շատ կարևոր է, բայց սովորեցնել են պոլիկլինիկական օղակին վարել կոմորբիդ հիվանդին, հատկապես տարեց հասակին, որ հիմա իրանք զբաղված են դրանով, հիմա էլ դրանով չեն զբաղված, միայն դեղեր դուրս գրելով են զբաղված, դա էլ շատ ծանրաբերում, իրանք ժամանակ չեն ունենում հիվանդի հետ զրուցելու, իսկ տարեցի հետ գիտեք ինչքան երկար պետք է զրուցել։ Ինչքան պետք է տևի միջին խորհրդատվությունը։ Տեսեք, գերիատրի առաջին խորհրդատվությունը 2 ժամ է։ Ես դա ասում եմ միջազգային չափանիշներով։ Առաջի խորհրդատվությունը գերիատրի հետ, ընդհանրապես գերիատրը պետք է լինի 20,000 բնակչությանը մի գերիատր։ Գերիատրի առաջի խորհրդատվությունը պետք է լինի ընտանեկան բժշկի հետ միասին։ Եվ ինքը տևում է 2 ժամ, որից հետո որոշակի հետազոտություններ են նշանակվում, հետազոտությունները արվում են, մյուս օրը եւս մեկ հանդիպում եւ ձևավորվում է ախտորոշումները։ Ինչով է տարբերվում թերապևտի ախտորոշումը գերիատրիկ ախտորոշումից։ Ուրեմն դրվում է հիվանդությունը, հիմնական հիվանդությունը եւ պլյուս գերիատրիկ համախտանիշները։ Մենք ունենք բազմաթիվ գերիատրիկ համախտանիշներ, օրինակ ընկնելու համախտանիշ, օրտոստատիկ հիպոտոնիա, մենք ունենք ծերունական ասթենիա, մենք ունենք փխրուն եւ ամուր, իրանց մոտեցումները տարբեր են եւ գերիատրիկ համախտանիշները սարկոպենիա, մկանների թուլություն, այսօր սարկոպենիան եւ սրտային անբավությունը դա առանձին տեղ, անեմիկ համախտանիշ, անեմիայի համախտանիշ, դա մի առանձին տեղ է, գիտեք, սիրտանոթային օստեոպարոզ եւ սիրտանոթային հիվանդություններ։ Այս բոլոր գերիատրիկ համախտանիշները մենք պետք է հաշվի առնենք, եթե բոլոր տարեցները պարտադիր չունենան գերիատրիկ համախտանիշներ, այսինքն տարիքով պայմանավորված համախտանիշներ, բայց եթե ինքը ունի, ինքը համարվում է փխրուն եւ բնական իր հիվանդության ելքերը եւ պրոգնոզը ավելի վատն է, եթե ունի գերիատրիկ համախտանիշ եւ առանց գերիատրիկ համախտանիշը շտկելու հիմնական հիվանդության բուրսման արդյունավետությունը բարձր չի լինելու։ Դա միանշանակ եւ մենք այսօր անցկացնում ենք, ես հիմա բավականին մեծ աշխատանք եմ Հայաստանով անցկացնում տարեցների ֆունկցիոնալ գնահատման, մտավոր եւ ֆիզիկական ֆունկցիոնալության գնահատման, իդեպ այդ ծրագիրը ԱՀԿ-ն ձևավորել եւ բաժանել իր 6 տարածաշրջաններին, որպեսզի անցկացնեն Հայաստանում էլ ես եմ հիմա դա անցկացնում, շատ հետաքրքիր է, սկսած դեպրեսիայի սանդղակից, կոգնիտիվ խանգարումների, ֆիզիկական ակտիվության, սարկոպենիայի, օստեոպարոզի, բոլոր կետերով կա այդպես, քաշի նվազման, ապրելու ցանկության, շատ հետաքրքիր սանդղակ է եւ մենք այդ անցկացնում ենք ֆունկցիոնալության գնահատումը եւ տալիս ենք ընտանեկան բժշկին, ասում են, գիտես, բացի իր օրինակ, չգիտեմ, երիկամային անբավարարության կամ բացի իր օրինակ սիրտանոթային որոշ հիվանդության, ինքը ունի SS գերիատրիկ համախտանիշները եւ տալիս է ելք։ Որ տարիքից է ցուցված դա անցնել 65+։ Տեսեք, այո, ցանկացած 65+ տարին մեկ անգամ պետք է անցնի ես ինչ որ հիմա ասում եմ, սա ԱՀԿ-ի ցուցում։ Դա արվում է մեր երկրում։ Ոչ, ես հիմա ուզում եմ դա մտցնեմ, հենց այդ իմ ամբողջ կարևոր դերը դա է, առաջինը ես մի հատ գնահատեմ Հայաստանում, մոտավորապես տարբեր մարզեր են գնում, մենք որպեսզի տարբեր մարզերի տարբերություն, կարողա դիրքերի, օդի ջրի տարբերություն լինի եւ հասկացաք, չէ, տարբեր իրանց ֆիզիկական ակտիվության, աշխատանքի ներգրավվածության, սկսած այդտեղ հարցաշարի մեջ սկսած կրթությունից, միայնակ ապրելուց, որ հարկում ես ապրում, լիֆտից օգտվում ես թե ոչ, այսպես մաններ հարցերով ահական պացիենտ հիշեցի, որոնք անպայման կարիք ունեն։ Այո, իրանք այդ պետք է գնահատել, գնահատում ենք, շատ հետաքրքիր ծրագիր է, ես այդ ամբողջը թարգմանել եմ անգլերենից հայերեն, ադապտացրել եմ, վալիդացրել եմ Հայաստանում, որպեսզի մենք էլ այդ ծրագրից օգտվենք։ Օրինակ հանդիպում են բուժառուներ տարիքով, որոնց մոտ կարծես թե ոչ մի էական սոմատիկ խնդիր չունեն, բայց մարդը հոգնում է։ Ամեն օր գանգատվում է, որ շուտ է հոգնում, արագ է հոգնում եւ անդադ թույլ է
Եվ այլն, եւ կարծում միանշանակ դեր ունի, չէ՞։ Այո, դե տեսեք, հիմա ինքը կարող է ունենալ տարիքի հետ կապված մկանների զանգվածի եւ ֆունկցիայի նվազում։ Իսկ դա բոլորը ունենում են։ Չէ, պարտադիր չի, բայց հենց այդ եմ ասում, որ պարտադիր չի բոլորը ունենան։ Սարկոպենիան Պարտադիր չի, բայց տարիքով պայմանավորված համախտանիշ է։ Հետո սարկոպենիան եւ օստեոպարոզը իրանք երկու գիգանտ իրար հետ են գնում։ Սովորաբար հանքային հյուսվածքի իջեցումը միշտ ուղեկցվում է մկանային հյուսվածքի իջեցմամբ։ Նույնիսկ մենք ունենք հատուկ ֆորմուլա, ինչպես գնահատենք հյուսվածքը, չափումներով եւ այլ, ավելի մանրամասն։ Եթե մենք մեր ֆիզիկական ակտիվությամբ տեսնում ենք, որ կա հակվածություն սարկոպենիայի, դրա ուղղությամբ գնում ենք։ Կա հակվածություն օստեոպարոզի, այդ ուղղությամբ ենք ավելի մանր։ Արդեն գնում է դենսիտոմետրիայի, բայց կարելի է դա պատկերացնել առանց հետազոտությունների, կա արդյոք այդ հակվածություն, թե չէ։ Դե կան ֆիզիկական տեստեր։ Հատուկ ֆիզիկական տեստ կա, օրինակ, մենք տալիս ենք հիվանդին կանգնել 10 վայրկյան, այս նորից ինչ որ ասում եմ, սա ԱՀԿ-ի տեստն է, հա, ոտքերը իր մոտ, կիսատանդեմ եւ տանդեմ դիրքերում։ Դա մենք չափում ենք իր հավասարակշռությունը, բալանսը, ահա։ Հետո կա տեստ, ինքը 4 մետր պետք է գնա եւ վերադառնա եւ թեքվելուց ընկավ, սայթակեց, մեծ վերցրեց պավարոտ թեքիչ, այդ մասերը լրիվ գնահատվում է։ Եկավ նստեց քանի վայրկյան, հետո 5 անգամ առանց ձեռքերը բռնելու նստեց եւ իջնեց, բռնվելու ինչ որտեղ, ձեռքերը խաչած կրծքավանդակի վրա, 5 անգամ բարձացավ իջեց, նորից գնահատում ենք։ Եթե քայլվածքի մեջ կա շեղումներ, այդտեղ ուրեմն պետք է մտածենք, որ կա սարկոպենիա։ Եթե ինքը դժվար է բարձրանում իջնում, ավելի շատ դրանք օստեոարտրիտներն են, հոդային խնդիրներ չէ կարող է լինի, հասկանում եք, կարող է հանքային հյուսվածքը պահպանված լինի ոսկրերի, բայց օստեոարտրիտներ եւ այլ, իսկ օստեոարտրիտը դա եւս գերիատրիկ համախտանիշ է, շատ հետաքրքիր է եւ մենք նույն կոգնիտիվ խանգարումները, տեսեք, ես ինքս ինքան բան եմ բացահայտել իմ համար, երբ որ անում էի այդ կոգնիտիվ տեստերը, տեսեք, շատ հիվանդներ կարող է չհիշեն բառերը, որոնք հետո հետադարձ տալիս ես վերհիշելու, 3 բառ սկզբից ասում ես, ինքը պետք է հիշի, հետո մի քանի րոպե հետո նորից ուզում ես հիշեցնել։ Կարող է չհիշել, բայց երբ որ ասում ես հաշվարկային բաները անել, օրինակ 7-ից 100-ից անել 7 կամ ինչ որ անգիր հաշվում են, գումարում ու հաշվում են անգիր, հետաքրքիր է։ Այսինքն դա նշանակում է կոգնիտիվ ֆունկցիայի հաշվարկային մասն ամենակ տուժված, հա, հիշողությունը տուժված է, բայց հաշվարկը տուժված չէ, այսինքն այս մարդը շատ հանգիստ կարող է գնալ խանութ, առևտուր անել, գալ, բայց կմոռանա ինչ պետք է առնի։ Պատկերացնում եք, այս ուղղության վրա պետք է աշխատվի, ոչ թե ընդհանուր հիշողության, հաշվարկը լավ է, բայց մոռանում է իրերը, մոռանում է որտեղ է դրել, այդ հետաքրքիր է։ Կամ որ նույնիսկ երիտասարդ տարիքում են այդ խնդիրներն ունենում, դա նորմալ է, թե դա չէ, նորմալ չի, ուրեմն կոգնիտիվ դիսֆունկցիան սկսվում է կարճաժամկետ հիշողության նվազումով։ Մենք միշտ շատ երկար հիշելու ենք 10 տարի առաջ ինչ ա եղել։ Իսկ որ երեք ինչ ենք արել, ուր ենք դրել, այ դա որ մոռանում ենք, դա արդեն սկսվում է կոգնիտիվ։ Սկզբից երիտասարդ տարիքում շատ հեշտ մենք դա վերագրում ենք մեր գերհոգնածությանը, ծանրաբեռնվածությանը, ստրեսին եւ այլ, աստենիզացիային, բայց եթե մենք լավ հանգստանում ենք, բայց հանգստից հետո շարունակվում են, միշտ աստենիզացիան տենց ենք, չէ՞ չափում, եթե քունը հանգիստ չի բերում, հանգստից հետո մենք շարունակում ենք այդ սխալները, հա, վրիպումներ ասեմ, կատարել, ուրեմն այստեղ մի բան այն չի, պետքա ուրեմն կոգնիտիվ վարժանք անել, մի քիչ վերականգնել։ Եվ մենք ունենք շատ հետաքրքիր վարժանքներ, շատ հետաքրքիր նեյրոբիկա, ունենք տարբեր շարժումներ մատների եւ մարմնի, որը վարժում է ուղեղը։ Մասնագետներ կան Հայաստանում, որ զբաղվում են դրանով։ Տեսեք, կան հասարակական կազմակերպություններ, որոնք ուղղակի զբաղվում են այտենց խմբեր են ձևավորում, բայց դա չի դրված էլի այտենց պաշտոնական հիմքերի վրա։ Ես ուզում եմ, որ դա դրված լինի պաշտոնական հիմքերի վրա։ Տեսեք, մենակ 65-ին պլյուսին ապահովել անվճար բուժսպասարկում պոլիկլինիկայում դա բավական չի։ Ես այդ հարցը նորից եմ տալիս, արդյոք մենք պատրաստել ենք մեր ընտանեկան բժիշկներին, որ իրանք 65 պլյուսի այլ բոլոր առանձնահատկությունները
հատկությունները իմանան եւ այս շատ գրագետ ու ճիշտ կարողանան վարել։ Արդյոք չէ, իհարկե, մենք պետք է սկզբից մի մեծ ծրագրով իրենց պատրաստենք, հետո որտեվ գերիատրիկ ծառայությունը դա մի մեծ շարան առանց, ես կարող եմ անվերջ խոսել, դա մի մեծ շարան առանձնահատկություն, դուք շատ լավ գիտեք, որ հակակոագուլյանտ թերապիայի մեջ ինչքան առանձնահատկություններ կա տարեցների, ամեն մի պրեպարատ ունի իր առանձնահատկությունը, մեկը 80-ից բարձր այլ դոզաչափեր, չէ՞, մյուսը, այսինքն ամեն տեղ կան իրենց առանձնահատկությունները, նույնիսկ կոգնիտիվ թերապիայի ընտրության դեղերը կարան լինեն առանձնահատուկ, եթե դա սրտային հիվանդ է, ունի կոգնիտիվ դիսֆունկցիա, թե օրինակ երիկամային հիվանդ է, ունի թե լյարդային հիվանդ է, որը եւս ունի պիչոնեշնի էնցեֆալոպաթիա, հա? Տարբեր մոտեցումներ են կոգնիտիվ դեղորայքի։ Նենց հետաքրքիր Իսկ այդ դեղորայքը օգնում է, թե իրական ուղղակի դանդաղեցնում կամ տեսեք, ես էլ եմ միշտ ասել, կոգնիտիվ խանգարումներին մենք օգնում ենք միայն դոդիմենտ շրջանում, նախադեմենտ շրջանում, այսինքն մինչև դեմենցիան։ Դա հիմա նոր ավելացել է խումբ սուբյեկտիվ կոգնիտիվ խանգարումներ, հետո գալիս է թույլ, հետո չափավոր, հետո դեմենցիան, ծանր։ Ես սուբյեկտիվը, երբ որ մարդը ոչ մի կոգնիտիվ նեյրոփսիխոլոգիական տեստերով չունի ոչ մի խանգարում, բայց ինքը ասում է, գիտեք, իմ աշխատունակությունը ընկել է։ Նույն աշխատանքը ես որ անում եի, ասենք 1 ժամում, հիմա դա դանդաղ եմ անում։ Շուտ եմ հոգնում, հա, մտավոր հոգնածություն է սկսվում մոտս, չեմ կարողանում ավարտել։ Այստեղ պետքա մենք արդեն զգոն լինենք, ստեղից պետք է սկսենք աշխատել։ Եվ մենք օգնում ենք միշտ նախադեմենտ շրջանում, մինչև դեմենցիա սկսվելը։ Դեմենցիան որ սկսվեց, մենք չենք կարող օգնել։ Մենք կարող ենք միայն, ես միշտ ուզում եմ, որ այս շատ լավ լսեն, որտեվ դեմենցիայի ժամանակ փորձում են վերականգնել, դա չէ, մենք երկարաձգում ենք դեմենցիայի խորացումը, բայց վերադարձնել չափավորի կամ թույլի էլ չենք կարող։ Դեմենցիան որ սկսվեց, հետադարձել ճանապարհ չունի։ Միակ բանը երկարաձգենք, ինչ այդ դեմենցիան թեթև աստիճանից ծանր կդառնա 5 տարում, ինչ 15 տարում, մենք կյանքի որակ ուղղակի կապահովենք, ունի, այո, կյանքի որակը ավելի լավը կլինի, բայց եթե դեմենցիան սկսվել է, մենք չենք կարող օգնել այդ հիվանդին։ Երեք ինձ մոտ եկել էր մի բուժառու, որուն 5 տարի առաջ ես առաջի անգամ ախտորոշեցի դեմենցիա։ Հիմա ինքը եկել է արդեն ծանրագույն դեմենցիայով եւ բնականաբար արդեն դրվեց որպես հոգեբուժական ախտորոշում, հա, ծանր դեմենցիան, այսինքն անոթային թուլամտություն։ Դրվեց ի բնականաբար ինքը պետք է արդեն գտնվի խնամքի կենտրոնում համապատասխան, այսինքն եթե այդ ժամանակ աչառ լուրջ լինեին, լսեին, գոնե դեղորայքը խմեր, միգուցե 5 տարվա մեջ չէր ծանրանա, ավելի կերկարաձգվեր, իսկ ինքը երիտասարդ 70 տարեկան կին է։ Պատկերացնում եք, իսկ իր հետ ընդհանրապես աշխատելը պետք էր ավելի շուրջ, այ տեսեք, հակատարիքային, եթե 55 տարեկանից սկսել էր մոռանալ այն ժամանակվանից մենք սկսեինք աշխատել, այս չենք գա էլի 70 տարեկանում Արսեն ծանր դեմենցիայի։ Եկանք հասանք մի հետաքրքիր կետի, որտեղից ուզում եմ զրույցը շարունակենք հակատարիքային բժշկության վերաբերյալ, հա, ինչ է հակատարիքային բժշկությունը եւ ինչ ուղղությամբ է աշխատում եւ ինչի մասին է ընդհանրապես մի նոր տրենդ է կարծես թե, որով շատ են սկսել զբաղվել աշխարհում։ Հա, հիմա շատ են սկսել զբաղվել եւ այստեղ միացնում են նաեւ դրսում միտոխոնդրիալ բժշկությունը, տարբեր հատուկ ինչ որ հակածերացման դեղորայք կա, չգիտեմ, ես գտնում եմ, որ չկա այդ կախարդական հաբը, որը կարող է լինի հակածերացման, ես մի քիչ ավելի ռեալիստական եմ երևի։ Ալքիմիկոսների պրակտիկանա, չէ՞։ Հա, ես մի ձևի տենց այնքան տարբեր առաջարկում են, որ մենք էլ Հայաստանում դա օգտագործենք, բայց ես գտնում եմ, որ հակածերացման բժշկությունը այո կա, այո մենք կարող ենք, միշտ ասում ենք, չէ, հիմնանավանդ 21-րդ դարի բժշկությունը դա կանխարգելիչ բժշկությունն է, միշտ ասում ենք կանխարգելելը հեշտ է, քան բուժելը։ Եվ այո, եթե մենք 45 տարեկանից
երբ որ արդեն հատկապես կանանց մոտ գնում են դեպի դաշտանադադար, հա, հորմոնալ ֆունկցիայի նվազումը կարող է բերել տարբեր խնդիրների, ճիշտ է։ Հենց այստեղից սկսենք ճիշտ գրագետ կանխարգելել։ Հորմոն փոխարինող թերապիա այսօր հայ կինը, որ օգտագործի, դա նոնսենս է, ոնց կարելի է։ Բայց դա ճիշտ է ախր։ Ոնց որ մի փոքր սկսել են Արդեն նոր սկսում են, հա։ Մեզ համար ասում են ոնց կարելի է։ Չէ՞ որ դա էստրոգենների նվազումը արդեն օստեոպարոզի է բերելու։ Էստրոգենների նվազումը բերելու է այո կոգնիտիվ խանգարումների, էստրոգենների ճարպակալման եւ այլ եւ սկսում ենք քաշ հավաքել, սկսում ենք դառնալ ավելի ջուրագրգիռ, ավելի մի խոսքով կինը այդ կերպարը իր դեպրեսիվ, տագնապային, հա, բնականաբար ընկնում աշխատունակությունը եւ ինձ համար ցավոտ մի հատ կետ կա, ես այդ միշտ անգեդոնյան, հա, ցանկություններն են սկսում նվազել, արարելու, ապրելու, այդ ոգևորվածությունն է սկսում նվազել հայ կնոջ մոտ ու ինձ համար դա շատ ցավոտ է, որ այդ նույն ցանկությունը, տեսեք 87 տարեկան կինը ցանկություն ունի եւս հաղթելու տարբեր, իսկ 45-ից 50 տարեկան կինը արդեն էլ սկսում է դառնալ տանկին, սկսում է կամած այսպես այդ ամեն ինչը անում է շատ լարված, շատ ջուրագրգիռ, երեխաների հետ, ամեն ինչը երեխաներն էլ այդ արդեն միջին տարիքում են, խնդիրները շատանում են եւ այդ ամենը դառնում է իր համար մի բարդույթ ապրելը կյանքի բարդույթ։ Իսկ այստեղ պետքա սկսել աշխատել այդ կնոջ հետ։ Նույնը տղամարդու հետ 40-45 տարեկան տղամարդը դա ամենառիսկերի կտրուկ բարձրանում են սիրտանոթային պատահարներ համար 1, ճիշտ է։ Այո, իհարկե։ Շատ ցավալի, եթե մենք սկսենք այդ հակատարիքային գնա բժշկի ոչ թե նրա համար որ գանգատ ունի, այլ գա իր ընտանեկան բժշկի մոտ, որպեսզի տեսնի ինչ հակատարիքային ծրագրեր կան եւ մենք պետք է ունենանք այդ մշակված ծրագրերը, որ մարդկանց առաջարկենք, օրինակ անկախ գանգատից նորմալ զարգերակային գերճնշման դեպքում անպայման ստուգել օրինակ լիպիդային պրոֆիլը, ստուգել օրինակ քաղցկեղային սկրինինգներ անցկացնել, սկսել հարցնել սեռական ֆունկցիայից, տեսեք շատ հաճախ մենք գիտենք էրեկտիլ դիսֆունկցիան բերում է էնդոթելիալ դիսֆունկցիայի առաջին հիմքն է, որտեվ սեռական անոթները ավելի նեղ են, քան կորոնար անոթները եւ սկսվում է էրեկտիլ դիսֆունկցիայից էնդոթելիալը եւ սիրտանոթային պատահարները նրանից հետո են հաջորդում։ Այս փոխկապակցված եւ թիմային աշխատանքը բժիշկների մեջ պետք է լինի շաքարը ստուգել։ Շաքարը մի քանի անգամ պետք է ստուգել արյան մեջ։ Տեսեք, մի անգամ հարևանը որ ստուգեց, այդ նույն ապարատով մի հատ էլ ես ստուգեցի, ես շաքար չունեմ։ Հետո ես ստուգում եմ, տեսնում ենք 11-ա, որ գնում է հանձնում է երակային արյունը։ Չէ, տենց հարևանը մի անգամ ստուգեց, ինքն էլ ձեռի հետ ճնշումը չափեց, դրանք ճիշտ մոտեցումներ չեն։ Մենք պետքա առաջարկենք մարդկանց հակատարիքային տարբեր սկրինինգային ծրագրեր։ 45-ում մի բան, 55-ում մյուսը, հետո 60-ում ու տեն շարունակ, որ ինչքան կա, ինչը հայտնաբերեցինք, տեղում կարող ենք շտկել։ Ինչ հաճախությամբ պետք է ինչ որ մի տարիքից հետո բուժարուն հանդիպի ընտանեկան բժշկին, թերապևտին, Ես կարծում եմ, եթե խոսքը գնում է, որ բուժարուն հիվանդություններ չունի, տարին մեկ անգամ պարտադիր ու ամեն տարիքի համար պետք է լինի երկարակեցության ծրագրեր, ես այդ բառը շատ եմ սիրում, ու առողջ երկարակեցության, ակտիվ երկարակեցության ծրագրեր պետք է լինեն։ Եթե անգամ ունի հիվանդություններ, դրանք էլ եւս շտկելու եւ նոր հիվանդությունները հայտնաբերելու նպատակով, նոր հիվանդությունների սկիզբը հայտնաբերելու եւ վաղ ժամանակահատվածները շատ պետք է լինեն դրանք։ Շատ կարևոր թեմաներից զրուցեցինք, ցավոք վերջին է մոտենում մեր զրույցը, բայց ուզում եմ ավարտից առաջ, քանի որ սա շատ կարևոր է եւ առողջության հիմքն է մեր ծերացող հասարակության, ավարտից առաջ ուզում եմ դեզանից մի քանի խորհուրդ, եթե 3 ամենակարևոր խորհուրդ ունենայիք, որ կուզենայիք տալ մեր բուժարուներին, որոնք կլինեին դրանք։ Ինձ միշտ ասում են, դու որ խոսում ես տարեցներից, աչքերդ փայլում են։ Ու միշտ այսպես նախանձով եմ նայել, որ ինչու մենք ունենք մանկաբուժություն,
եւ չունենք ծերաբուժություն։ Եվ 5 տարի առաջ ես այդ պատճառով վերապատրաստվեցի որպես ծերաբույժ, որպեսզի զբաղվեմ ծերերի առողջությամբ, որտեվ ես միշտ ասում եմ, մենք բոլորս գալու ենք այդ տարիքին եւ դեռ ոչ ոք չի խուսափել ծերանալուց, եւ դրա համար մենք պետք է մոտենանք դրան ոչ թե որպես կյանքի ավարտ, կյանքի աշուն, ես այդ բառերը երբեք չեմ օգտագործում, որտեվ դրանք մի քիչ այսպես տխուր բառեր են, հա, կյանքը շարունակվում է եւ կյանքի տևողությունը որոշվում է վերևում, ոչ ոք չգիտի թե ով ինչքան է ապրելու, մենք կարող ենք երկարաձգել, բայց միևնույնն է տևողությունը էլի մենք չենք որոշում։ Եվ որպեսզի առաջի խորհուրդս նա է, որ մարդը ապրի որակյալ կյանքով, ուրախ ապրի, սիրի կյանքը։ Չգա մի տարիք, որ ինքը սկսի տխրել, ել չուզենա ապրել, սկսի այսպես դեպրեսիան գա, խորանա եւ այլ։ Այսինքն միշտ կյանքում կա հետաքրքրություն, ցանկացած տարիք ունի իր գեղեցկությունը։ Սենեկի բառերը ասում էր, ես կյանքում միշտ կարելի է ցանկացած տարիքում գտնել այն բավականությունը, որը որ այդ տարիքում քեզ համար շատ կարեւոր է։ Դու կարող ես գտնել քո բավականությունը, այսինքն գտնել այն ուղիները, որը քեզ կբերի երջանկության, դա մեկ։ Ամեն մարդ մի ձևի է դա տեսնում երջանկությունը, ամեն մարդու մոտ մի մարդիկ կան այդ տարիքում ամուսնանում են եւ դա իրանց համար երջանկությունը անձնական կյանքի դասավորելն է, մյուսինը թորներն է, մյուսինը նոր աշխատանք գտնելն է, մյուսը ճամփորդելն է, ասում ահա երեխաներիս մեծացրեցի, ամեն ինչ արեցի, հիմա ճամփորդում եմ։ Այսինքն գտնել դա իր կյանքի շարունակությունը եւ չտխրել, դեպրեսիան, որպեսզի հայտ չկա։ Երկրորդը ֆիզիկական ակտիվությունը։ Ես անպայման ուզում եմ, որ մեր տարեցները ֆիզիկապես ակտիվ լինեն։ Քայլեք, ինչքան կարող եք, հնարավոր մինչև օրական 4 կիլոմետր կարող եք քայլել։ Դանդաղ քայլեք, ման եկեք ձեր ընկերների հետ, երեկոյան շնչեք մաքուր օդ, անպայման գնացեք տարբեր մարզումներ պետք է լինի, անպայման 5-ից 10 րոպե մարզումներ առավոտյան արեք, երեկոյան արեք, ինչքան որ կարող եք, պահպանեք ձեր ֆիզիկական ակտիվությունը, անգամ հոդերի խնդիրներով, անգամ որոշ ցավերով, միևնույնն է, երբ որ մարդը մարզվում է, պահպանում է իր ֆիզիկական ակտիվությունը։ Ինչքան երկար, գիտեք, գերիատրիայի ամենակարմիր թելը որն է, որ մարդը մնա ավտոնոմ, անկախ կողմնակի օգնությունից եւ մինչեւ կյանքի վերջ ինքնասպասարկվի։ Այդ դա ամենակարևոր թելն է, իսկ որpիսի դուք մնաք անկախ, դուք պետք է ֆիզիկապես ակտիվ լինեք եւ իհարկե առողջ սնունդն եմ ուզում անպայման շեշտեմ, որտեվ տարեցները միշտ չէ որ հետևում են առողջ սննդին, երիտասարդները ավելի հետևում են, տարեցները չէ, միշտ չէ որ հետևում, միգուցե կախված է իրենց ֆինանսական վիճակից, չգիտեմ, թոշակը չի բավարարում եւ այլ, բայց միևնույնն է պետք է հետևել քիչ, բայց կերեք առողջ սնունդ, այսինքն ամեն ինչ չէ որ պետք է տարեցները ուտեն, անպայման պետք է խմեն պատշաճ քանակի հեղուկ, մենք չենք արգելում տարեցներին, անգամ սրտային անբավարարությամբ տարեցները պետք է խմեն օրական գոնե 1.5-1.8 լիտր հեղուկ եւ մաքուր ջուրը 800 մլ։ Նենց հեղուկը ընդհանուր քանակի պետք է շատ լինի։ Եվ բնականաբար վայելեն կյանքը, սիրեք կյանքը, վայելեք կյանքը ու որակյալ կյանքով ապրեք։ Եթե մարդը ապրում է, երբեք մի որոշեք Աստծո տեղը ձեր կյանքի տևողությունը, դա շատ կարևոր է, որտեվ իրանք հուսահատվում են, փակվում են եւ որոշում են, որ սա էլ չեն ուզում ապրել։ Այդ ուզում եմ այս մեսիջը հասնի տեղ, որ իրանք պետք է վայելեն կյանքը եւ ամեն տարիքում կյանքը ունի իր վայելելու տարբեր պարագաներ, տարբեր ուղություններ։ Բարեկամներ, յուրաքանչյուր տարիք գեղեցիկ է եւ ունի իր վայելելու ճանապարհները, այնպես որ մի փորձեք Աստծո փոխարեն նախասահմանել ձեր ապրելու տևողությունը, այլ փորձեք առողջ սնվել, ընդունել մեծ քանակությամբ հեղուկներ, ֆիզիկական ակտիվություն անել եւ իհարկե տարեկան մեկ անգամ տեսնել ձեր բժշկին։ Ահա այսպիսի հրաշալի խորհուրդներ տվեց այսօրվա մեր հյուրը, թերապևտ, գերիատր, ներքին հիվանդությունների հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, եթե հավանում եք այն, ինչ անում ենք, խնդրում եմ բաժանորդագրվել մեր ալիքին։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։